Վարչապետ Փաշինյանը տեղեկացրել է, որ Խոյ համայնքի հայթաղ բնակավայրի մանկապարտեզը վերակառուցվել եւ հագեցվել է նոր գույքով, նշել, որ այն կառավարության ծրագրով մինչև 2026-ը կառուցվող ու նորոգվող 500 մանկապարտեզներից մեկն է։ Շիփուղու հետ կապված այս պահին իրականացվում են քննարկումներ, այն պահին, երբ անհրաժեշտություն կլինի անցնել հանձնարարականներին, արդեն համայնքների մարզերի հետ կմեկնարկեն աշխատանքներ։ Խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանը։ Տեղեկացրել, Սյունիքում այժմ համայնքների ներգրավմամբ իրականացվում է ենթակառուցվածքային խոշոր դիմակայուն Սյունիք ծրագիրը, որով առաջիկայում կմեկնարկեն կրթական ջրային ոլորտին վերաբերող առողջապահական ենթակառուցվածքների արդիականացման աշխատանքներ։ Բելարուսի նախագահ Լուկաշենկոն հույս է հայտնել, որ Գազայի հատվածում ու Ադրբեջանի եւ Հայաստանի միջև հակամարտությունների լուծումները կլինեն երկարատև։ Վերջին ժամանակներում հաջողվել է մի քանի հին հակամարտությունների շուրջ հասնել կարգավորումների, ես հույս ունեմ երկարաժամկետ։ Ադրբեջանը եւ Հայաստանը ստորագրել են խաղաղության համաձայնագիր, կանգնեցվել է 2 տարի տևած պատերազմը Գազայում, եւ սա միայն սկիզբն է։ Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության գործադիր քարտուղար Ռոբերտ Ֆլոյդի հետ։ Արարատ Միրզոյանը եւ Ռոբերտ Ֆլոյդը մտքեր են փոխանակել միջազգային գործընթացների շուրջ, կարևորելով շարունակական ջանքերը կազմակերպության նպատակների համընդհանուր կյանքի կոչման ուղղությամբ։